Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այնքան իրարից տեղյակ չէ այս իշխանությունները, որ օրինակ էկոնոմիկայի փոխնախարարը ասում է, հա ինչ անենք, մենք անասնակերել չէ, պիտի բերենք, դրան զուգահեռ ԿՊ-ական պատգամավորը ասում է, շատ լավ էլ որակյալ զորեն է հացի արտադրության պետք, այսինքն իրենք նույնիսկ դրանից տեղեկացված չեն, մեկը մյուսից։ Դա թույլ չտրվեց անել Արցախում, ես նորից եմ կրկնում, սովի ու ծանր իրավիճակի պայմաններում։ Դժվար է առաջին, երկրորդ անգամ ինչ-որ բեռների մուտքն էր լինելու եւ ըստ էության այդ նույն սցենարը հիմա մենք տեսնում ենք Հայաստանում։ Սա նման է էլի պատերազմի 2020-ի պատերազմին, երբ շատ արցախցիներ նաեւ այո Արցախում գտնվելով այդ իրավիճակը իրականում տեսնելով կարդում էին լուրերում, վերջում էլ հաղթելու եք ու իրենք հավատում էին այդ լուրերին։ Իրականությունից կտրված են այո այս իշխանությունները, որովհետև կառավարումը ամբողջ հայ ժողովրդի գնում է այսօր վիրտուալ հարթակում։ Այսօր վիրտուալ հարթակում լրիվ այլ իրականություն է։ Հիմա ինչ խնդիր ունի Նիկոլը լուծելու, չէ՞ որ խաղաղությունը կայացել է ըստ իր ասացի, բայց հիմա ինչն է խնդիրը, որ դեռ շարունակվում է այդ գործընթացը, որ հաստատվի խաղաղություն։ Բարի երեկո, Մեծաբի եթերում Մեծ Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցել եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, բարի երեկո։ Բարև։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Հակոբյան, մինչև անդրադառնալը Նիկոլի այն օրակարգերին, որ Արցախի էջ ափակում, Արցախը այլևս մեր տիրապետության տակ չի եւ այսպես փորձում է նաեւ հիշողությամբ մեր տիրապետության տակ այլևս չլինի, բայց հանրությունը այսօր այլևս քննարկում է Ադրբեջանից Հայաստան ներմուծվող ցորենի մասին։ Հիմա այստեղ խնդիրը ոչ թե ցորենն է, այլ նպատակը մենք շատ լավ հասկանում ենք, հա, գոնե մենք հասկանում ենք որն է։ Այս մարդիկ ինչ արեցին, հա, հիմա փորձում են ասել, որ տեսեք շրջափակում էիք ասում, լինելու այն ինչ որ լինելու Արցախում, Արցախի եղածը դուք բերում հասնում եք, այստեղ ասում եք ինչ ծրագիր եղավ այնտեղ, այս ծրագիրը գործածվելու է Հայաստանի վրա, բայց տեսեք հիմա բանը մենք ցորեն ենք ներկրում եւ սահմանը բաց է եւ դրանից հետո ամեն բան լինելու է խաղաղ անվտանգ, ինչպես որ ասում են, ամսի 8-ին էլ մենք փաստաթուղթ ստորագրեցինք, որը կոչվում է խաղաղության եւ անվտանգության մասին։ Ձեր ողջ հարցի ու խոսքի ընթացքում ես ինքս կողքից լսում ու հասկանում եմ, թե ինչքան կեղծ ու ամբովանդակ թեզեր են, որովհետև դուք ներկայացնում եք այն իրականությունը, որը կա, ու այն թեզերը, որը իրենք են բերել։ Ուրեմն շատ լավ հասկանալի է, չնայած այո հանրությունը արդեն հատկապես այսօր առավոտվանից բուռն քննարկում է, որ ցորենը որակյալ չէ, չգիտեմ որ կարգի է, արտադրության չէ, անասնակեր է, դեռ դնենք մի կողմ, որ էկոնոմիկայի այնքան իրարից տեղյակ չէ այս իշխանությունները, որ օրինակ էկոնոմիկայի փոխնախարարը ասում է, հա ինչ անենք, մենք անասնակերել չէ, պիտի բերենք, դրան զուգահեռ ԿՊ-ական պատգամավորը ասում է, շատ լավ էլ որակյալ զորեն է հացի արտադրության պետք, այսինքն իրենք նույնիսկ դրանից տեղեկացված չեն, մեկը մյուսից նույնիսկ դրանք են տարբեր խոսքերը։ Կարծես մենք ցորենի խիստ կարիք ունեինք հիմա։ Եթե մենք փորձենք դրա տակ հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ կա, սա բնական է, սա քաղաքական նպատակ է հետապնդում, շատ լուրջ, իհարկե, ինչպես միշտ դրական Ադրբեջանի համար, բացասական միանշանակ Հայաստանի համար, որովհետև անկախ նրանից ինչքան էլ որ ԿՊ-ականները եւ իրենց մեդիան լծված լինի մեր խոսքերում իբրև թե կեղծիք հայտնաբերել եւ հանրությանը ներկայացնել, որտեղ վերջերս նոր գործելավոճ են սկսել, միևնույն է ես էլի պիտի համեմատեմ Արցախի հետ, այո, որովհետեւ շրջափակման ծանր ժամանակահատվածում, երբ իրոք արդեն եգիպտացորեն էին աղում, այն էլ աղացները այլևս չէին կարողանում նույնիսկ որակով ալյուր ստանալ, նույնիսկ եգիպտացորենի դեպքում եւ
նույնիսկ դրանից հաց չէր թխվում, թխված հացն էլ ուտել հնարավոր չէր, ուտելուց հետո էլ մարդիկ լուրջ առողջական խնդիրներ էին ունենում, ինչևէ ես այսքանն ասում եմ, որ նկարագրեմ այդ իրավիճակը ծանր եւ երբ հանդիպումներից մեկի ժամանակ Արցախի նախագահը այն ժամանակվա մեզ ասում է, որ բացի այն, որ ծանր իրավիճակ է Արցախում եւ իրականում սովը հիմա ենք հասկանալու ինչ է նշանակում եւ արդեն ծմերնամուտ է, որևէ բան հնարավոր չէ այլևս ունենալ սննդի առումով եւ Ադրբեջանից կա ճնշում, Հայաստանից կա հորդոր, ընդունել եւ այդ ճնշման տակ ներկրել ակնայով բեռներ, քանի որ ԿՊԵ-ականները երևի լավ չեն հասկանում ակնան, իրենց լեզվով ասեմ աղդամ, հա Ալենի հայրենիք, այո։ Ակնայով պիտի բեռներ կան եւ դա պիտի լինի ադրբեջանական ցորենը չեմ կարող ասել ադրբեջանական կոնկրետ ցորենը թե ոչ, բայց բեռները պիտի գան ակնայով Ադրբեջանի տարածքում մուտք գործեն Արցախ եւ մենք պիտի դա ընդունենք։ Հակառակ դեպքում այն ինչ որ կարող է տեղի ունենալ, մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել եւ դրան զուգահեռ Հայաստանի իշխանությունները պայմանավորվածություն ունեն Ադրբեջանի հետ, որ Լաչինի միջանցքով եւս բեռներ կարող են հասնել, այսինքն եթե մեկը գալիս է ակնայով, մեկը գալիս է Լաչինի միջանցքով։ Գիտեք, իհարկե մենք շատ հարցեր տվեցինք նախագահին այն ժամանակ եւ այդ հարցերը զուտ քաղաքական էին, որովհետեւ մենք շատ լավ էինք հասկանում, որ այո, մի կողմից կա սովամահ եղող ժողովուրդ, որ պետք է ելքեր գտնել, բայց մյուս կողմից շատ լավ հասկանում էինք դրա քաղաքական հետևանքները, որովհետև ի հայտ էր եկել այդ ժամանակ քաղաքական ինչ-որ մի կերպար ու մի թիմ, որը մեզ փորձում էր համոզել, որ պիտի գնանք տնտեսական ինտեգրման Ադրբեջանի հետ, ինչը միանշանակ քաղաքական բոլոր ուժերի կողմից մերժվում էր, չէր էլ քննարկվում, հասկանալով դրա հետևանքները, որովհետև եկեք չմոռանանք, որ 1921 թվականին էլի Արցախը բռնակցեցին Ադրբեջանին, ոչ թե տվեցին, ոչ թե դարձավ Ադրբեջանի ամբողջականության ինչ-որ մի հատված, այլ տնտեսական ինտեգրման տվեցին հենց այն ժամանակ Արցախը, եւ հետո մենք տեսանք, թե ինչ դարձավ եւ ինչ հետևանքներ ունեցավ։ Էլի բնապահպանների Այսինքն, այո, այսինքն նույն ձևակերպումն էին ուզում տալ այստեղից կառավարվող ուժերը Արցախում, նույն սցենարն էին ուզում կրկնել ինչ որ 21 թվականին։ Եվ մենք շատ լավ էինք հասկանում այդ ամենը, բայց մյուս կողմից նաև գիտակցում էինք, որ այդտեղ իր ասելիքը ունի միանշանակ ժողովուրդը, որովհետև քաղաքականությունը մի կողմ, մարդկանց ֆիզիկական գոյության խնդիր կա իրականում եւ անպայման պիտի իր այոն կամ ոչը ասի ժողովուրդը։ Մենք հետո տեսանք ժողովուրդը ինչ արեց։ Այսինքն ժողովուրդը բարիկադներ կառուցեց, ժողովուրդը իր սեփական մարմնով փակեց ճանապարհը եւ թույլ չտվեց, սա ես ուզում եմ հատկապես ասել, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հերքել իմ ասած իրենց ականջին օղանեն, որ թույլ չտվեց ժողովուրդը, որ ցորենը մտնի Արցախ։ Այո։ Եվ Արցախ այո այդ ճանապարհով արդեն նորընտիր նախագահի կողմից մտավ հումանիտար բեռներ, որտեղ զննում կատարվեց ժողովրդի պահանջով եւ որևէ թուրքական կամ ադրբեջանական ապրանք, այդպես էլ գործ, այդպես էլ ներս չմտավ Արցախ, բայց ցորենը, որը անհայտ ծագման էր եւ ամենայն հավանականությամբ հենց ադրբեջանական էր, ժողովուրդը ինքը թույլ չտվեց, որ մտնի Արցախ։ Եվ սա ամենակարևորն է, ժողովուրդը իր քաղաքական գնահատականը, ու այդ քաղաքական պատասխանատվությունը ժողովուրդը վերցրեց իր վրա։
Եվ սա ամենակարևորն է, եւ գիտեք, այն ժամանակ ազգային ժողովի նախագահը պարոն Իշխանյանը խմբակցությունների ղեկավարների հետ անընդհատ Ասկերանի եւ Ակնայի հետ հատվածում էր, որպեսզի հասկանար ժողովուրդը ինչ է մտածում, ինչ է ուզում եւ որևէ կերպ հնարավոր չէր ոչ համոզել, ոչ հորդորել, ոչ ճնշում գործադրել ժողովրդի վրա, ժողովուրդը իր որոշումը կայացրել էր գիտակցելով, որ այո, հենց դրանով սկսվելու է համակեցությունը, որ դրանով սկսվելու է ադրբեջանցիների հոսքը Արցախ եւ այն ինչի մասին որ խոսում էր Հայաստանի օրվա իշխանությունը, դա իրականություն էր դառնալու։ Այսինքն դա թույլ չտրվեց անել Արցախում, ես նորից եմ կրկնում, սովի ու ծանր իրավիճակի պայմաններում եւ շատ լավ հասկանալի է ինչն է ինչ նպատակ են հետապնդում այսօր թե Հայաստանի իշխանությունները, թե Ադրբեջանի իշխանությունները, երբ որ կարևոր չէ ինչ որակի, այլ ինչ ճանապարհով է գալիս։ Եվ կարևոր չէ որ երկրի նաև, հա, կարևորը ինչ ճանապարհով է գալիս։ Սա ցուցադրություն է, որովհետև այն ժամանակ Ադրբեջանը ցույց էր տալիս եւ իր ներքին լսարանին, որովհետեւ սրանք չխոսեն, հետո ասեն ներքին լսարանի համար process-ներ են։ Եվ իր ներքին լսարանին, եւ աշխարհին, եւ նաեւ Հայաստանի ժողովրդին ու ընդհանրապես բոլորին, որ ինքը իր տարածքով, այսինքն Ադրբեջանով բեռներ է բերում Ադրբեջան։ Այն ժամանակ արդեն Նիկոլի հայտարարությունից հետո որ Արցախը Ադրբեջան է, ըստ այդ պայմանավորվածությամբ իրենք այդ ցուցադրությունը պիտի անեին։ Եվ հասկանալի է, որ հաջորդ հոսքը լինելու էր օրինակ ադրբեջանցիները մարդատար մեքենաներով էին գալու եւ ով էր այն ժամանակ արդեն դիմադրելու, բնական է ոչ ոք։ Դժվար է առաջին, երկրորդ անգամ որ բեռների մուտքներ լինելու։ Եվ ըստ էության այդ նույն սցենարը հիմա մենք տեսնում ենք Հայաստանում։ Տիկին Հակոբյան, ես ուզում եի անդրադառնալ հենց այս թեմային։ Տեսեք, արցախցիները դուք նշեցիք, որ սովի մատնված, բայց այնուամենայնիվ թույլ չտվեցին, հա, բեռները, որպեսզի մտնեն Արցախ։ Այսինքն արցախցին գիտակցում էր, որ ինչ է տեղի ունենալու հետո, ինչի գնի հաշվին է դա լինելու։ Հիմա մենք չգիտեինք, հա, որ երբ է լինելու այդ բեռները, երբ է արտահանում որպես այդպեսին լինելու, բայց մենք հայտարարության կարգով իմացանք, որ տենց արդեն հասել է, տեղ է հասել։ Հայաստանի բնակչությունը դա չի գիտակցում, որ այդ բեռների հաշվին մենք ավելի ծանր գին ենք վճարելու։ Գիտեք, հենց ցավալին դա է, որ ես ինչքան էլ ասում եմ իրոք չեմ տեսնում տարբերությունը հայ է կապ չունի Արցախում, Հայաստանում որտեղ, հա, բայց զգոնությունը Հայաստանում ժողովրդի մոտ կարծես թե բթացած ոնց որ լինի, չեմ ուզում ինչ որ հա կոպիտ բառեր, բայց այն սրությունը չունի, որի անհրաժեշտությունը կա հիմա, բայց ես ձեզ ասեմ, Արցախում էլ չկար այդ սրությունը։ 20 թվականից հետո Արցախում մարդկանց մոտ միանգամից այսպես ապրելու ենք, որովհետև այն ժամանակ նախագահը եւս անդադ ասում էր, թեկուզ փոքր տարածքի վրա մենք բարեկեցիկ կյանք ենք ստեղծելու, մենք աճելու ենք, բազմանալու ենք, բարգավաճելու ենք, կուշտ ենք ապրելու, երջանիկ ենք ապրելու, ապահով ենք ապրելու։ Այսինքն այստեղ կարևոր է, որ ժողովուրդը իր այդ իմաստությունը եթե բթացնել, ապա դա չբթացնի, որովհետև իրականում ժողովուրդը ավելի իմաստուն է լինում, այդ ներքին ձայնով, իր այդ բնազդներով պահպանման իր, հա, բայց օրինակ Արցախում էլ դա չկար այդ ժամանակ։ Եվ երբ ժողովուրդը իր ոչը ասեց, երբ արդեն ծայրահեղ վիճակ էր, երբ ժողովուրդը ինքը շատ արագ գնաց անցյալ, հիշեց այն ժամանակահատվածը, երբ խորհրդային, եղբայրական, այսպես, հա, ժամանակահատվածում, երբ կարծես թե սահմաններ չկար, բոլորս եղբայրներ եւ քույրեր էինք, վերհիշեց հանկարծ ինչ էր տեղի ունենում այդ եղբայրական ժամանակահատվածում, որ ադրբեջանցին ցերեկը մտմտում էր, ինչպես գիշերը պիտի մորթի հայի երեխային, եւ մորթում էր, եւ դա ստացվում էր հենց այն ժամանակ, բազմաթիվ այդպես պատմության մեջ այդ դրվագները կան ոչ վաղ, հա, անցյալում, այսինքն
երբ արդեն դանակը ոսկորին էր հասել, այդ գիտակցումը եկավ, բայց Հայաստանի մեր հայրենակիցները գոնե այդ օրինակը ունեն իրենց աչքի առաջ։ Գոնե դրանից ելնելով վաղ անցյալում չէր։ Այո, պիտի թույլ չտան, այն ինչ որ տեղի ունեցավ 2 տարի առաջ, գոնե դա դեռ վառ է, գոնե դա դեռ բոլորի հիշողության մեջ կա։ Եվ գիտեք, այստեղ հետաքրքիրը որը ես այո չեմ կարողանում հասկանալ։ Սա նման է էլի պատերազմի 2020-ի պատերազմին, երբ շատ արցախցիներ նաև այո Արցախում գտնվելով, այդ իրավիճակը իրականում տեսնելով, կարդում էին լուրերում, վերջում էլ հաղթելու եք, ու իրենք հավատում էին այդ լուրերին։ Հասկանում եք, Շուշին ամսի 5-ին ընկած, հանձնված, ամսի 7-ի Շուշիի մարտերի համար ինձ շատ մեր արցախցի հայրենակիցներ զանգում էին Երևանից, ես Ստեփանակերտում, իրենք Երևանում, ինձ ասում էին, որ եղբորս հետ նոր խոսեցի Շուշիում այս ինչ հրամանատար է, ասաց, որ մարտերը շարունակվում են։ Այսինքն այդ կեղծ քարոզչության տակ մնալը, այդ, չգիտեմ, անզգայացումը, այդ բնազդի ու տրվելը այդ քաղցր ու հաճելի խոսքերին, իրականությունից կտրվելը եւ գիտեք, երբ որ սկսում ես ուղղակի դու քո համար վերլուծել, հասկանում ես, որ սա ուղղակի տեխնոլոգիա է, իրոք տեխնոլոգիա է սա, որ կիրառվում է ու աշխատում է, որովհետեւ ինձ համար վառ օրինակ է 2016-ի ու 2020-ի համեմատությունը 2016-ին Արցախում տեղդադար չկար մեր հայրենակիցների հոսքից, մեր հայրենակիցների պահվածքից, դուք չեք պատկերացնում 2016-ին ինչ էր կատարվում Արցախում, բոլորը կարծես մրցավազք էր, ով պիտի հասնի առաջնագից եւ հետո ինչպես էին նեղացած պատմում, ոնց 18 տարեկաններ իրենց թույլ չեն տալիս մոտ գնալ այդ առաջնագծին, բայց հետո չգիտես ինչու 2020-ին պարզվեց, որ այդ մեր ժողովուրդը վախկոտ է, փախնող է, թույլ է, խեղճ է, դավաճան է, այսինքն այս ամենը քարոզչության հետևանքն է, որին մենք ականատես ենք։ Բայց այն դեպքում, երբ որ այստեղ վային կոմատները, բոլոր, տեղերում հերթեր էր գոյացել, մարդիկ ինքնուրույն էին ջոկատներ կազմում գնում, բայց նաև մենք լսում ենք, որ առաջի դեմքի, հորդորը հակեք բուշլատներ, թասիբ ունեցեք, գնացեք։ Այսինքն այդ քարոզչությունը, որտեվ մարդ, ով որ եթե չի գնացել օրինակ վային կոմատ, զինկոմիսարիատ, ինքը լսում է դա ու ասում է, որ տեսեք, էլի իրոք այնտեղ ծանր վիճակ է, մսաղած է, մարդիկ գնում են ու չեն ապրելու, որոշում են գնալ։ Այո, այսինքն այստեղ զուտ ես այդ քարոզչության արդյունքն է ուզում ցույց տալ, որտեղ հնարավոր չի, չէ, 2016-ի հերոսական ժողովուրդ ու ընդամենը 4 տարի անց ինչ որ տարօրինակ տեսակի բանակ, որտեղ բոլորը վախենում են, սարսափում են, փախնում են իրենց նկարագրությամբ Նիկոլի կամ փախնող ու վախեցող իր, չգիտեմ, խրամատը լքող քաղաքացի կամ զինվոր։ Իսկ այդպիսի բան հնարավոր չի, սա քարոզչություն է, որին դիմակայելու համար ուղղակի պետք է մի փոքր adekvat մնալ, չտրվել ուղղակի, լսել եւ սեփական հետևությունները անել հենց իրականության մեջ, որտեղ այդ իրականությունը այնպես չի որ կտրված է։ Իրականությունից կտրված են այո այս իշխանությունները, որովհետև կառավարումը ամբողջ հայ ժողովրդի գնում է այսօր վիրտուալ հարթակում։ Այսօր վիրտուալ հարթակում լրիվ այլ իրականություն է։ Եվ հետո թող իրենք իրենց հաշիվ տան, որ այդ լայքերով եթե նույնիսկ հաշվում են, իրենց գլխաքանակը, ապա այդ քանակն էլ քանակ չի, որովհետև դրան տակ 1-2 հոգի այդ կեղծ անհայտ ծագումով կենթանիներն են, չէ՞, նստում գրում եւ այդ լայքի բանը կոճակը ներս սեղմում։ Եվ նաեւ Տիկին Հակոբյան, քանի որ այս ամեն ինչը մենք գիտակցում ենք եւ հասկանում ենք ինչա կատարվում, բայց կա այստեղ մի ուրիշ բան, որ կարծես ավելի, սարսափեցնող է, որն է դա։ Հիմա Նիկոլը արագությամբ գնում ընտրությունների եւ այդ քարոզարշավը որպես այդպեսին շատ ավելի վաղ է արել։ Հիմա այս մարդը ասում է պատերազմ չի լինելու, անվտանգ եք ապրելու, այդ խաղաղությունը, որ Ադրբեջանը չի ասում ստորագրելու են, բայց ինքը ասում է, որ
լավ էլ ստորագրելու եմ, արդեն խաղաղ ենք ապրում, այնտեղ մնում է ընդհանրապես այդ կետերը մի հատ վերլուծենք, հասկանանք եւ այլն։ Հիմա այս խաղաղությունը վաճառելով այս մարդը նորից փորձում է վերընտրվել։ Բայց էլի այս հասարակությունը մարդիկ կան եւ հետևություններ չեն անում կոնկրետ, հա, 21 թվականին ինչպես եղավ, որ էլի ընտրվեց սա, ինչպես է լինելու, որ մենք թույլ տվեցինք հասանք այս օրվան եւ հիմա մյուս տարի նորից վերընտրվելու վտանգի առաջ ենք կանգնած, մեր ընդդիմությունը չեն հասկանում ինչով է զբաղվում եւ տեսնում ենք ինչով է զբաղվում։ Լավ, այս իրավիճակում մենք այնուամենայնիվ ես էլ դուք էլ չենք կարող, հա, որևէ բան անել եւ գնալ թևերը բռնել թույլ չտալ, որ չգնալ ընտրությունների, բայց ստացվում է, որ գնալու ենք ընտրությունների։ Այս իրավիճակով, երբ որ հայտնվենք 26 թվական, ինչ է լինելու մեր հետ։ Գիտեք, ես այդ հարցերին պատասխանելու համար միշտ անջատում եմ քաղաքական մտածողությունս, միացնում որպես սովորական քաղաքացի, ով իր առօրյայով է զբաղված, որովհետև իրականում պիտի քաղաքացին ընդհանրապես իր առօրյայով զբաղված լինի։ Իսկ իշխանությունները ապահով են այդ առօրյայի անխափան ընթացքը, ինչը իրականում հիմա չկա եւ խաթարված է դա։ Բայց եթե այդպես դիտարկենք մարդ, ով իր առօրյայով է զբաղված, ինչպես է ամենը ընկալում, ապա այո, այդ մարդը տեսնում է ուժեղ քարոզչություն եւ կարծես թե ծրագիր իշխանությունների կողմից եւ չի տեսնում հակառակ կողմից։ Ես ասում եմ որպես քաղաքական, որպես սովորական մտածողությամբ անձ, քաղաքացի։ Եվ քանի որ քարոզչական մեքենան շատ այսպես կատաղած աշխատում է, դու տանը նստած կլինես, փողոցում կքայլես, աշխատավայրում կլինես, աղմուկը շատ է ու հասնելու է քեզ անպայման։ Ինչպես 21 թվականին վերարտադրվեց այս իշխանությունը կամ վերընտրվեց, որովհետև խաղաց թույլ լարերի վրա ժողովրդի, երբ խոսեց, որ դեօկուպացիա է լինելու Հադրութի, Շուշիի, մնացած օկուպացված տարածքների, Արցախի եւ գիտեք, մարդիկ մտածեցին, որ հա էլի սխալվել են այս իշխանությունները, 20 թվականում իրականում պարտվել է մեր բանակը։ Վերեք մի հատ էլ վստահենք իրենք Արցախը հետ են բերելու, որովհետև տարբեր սոցհարցումներ, որոնց ներկայացմանը ես նաև միշտ մասնակից եմ լինում, հիմա առավել քան ակտիվ ժողովուրդը ընկալում կա, որ այո, առանց Արցախի Հայաստանի անվտանգային խնդիրները գնալով շատանալու են, այսինքն արդեն կա ժողովրդի մեջ գիտակցումը, որ անպայման Արցախը մեզ անհրաժեշտ է։ Եվ տեսեք հիմա ինչ ուղղությամբ են աշխատում, որտեղ նաև մարդկանց մեջ վախը կա, պատերազմի վախը, այս մարդիկ 5 տարի ներշնչել են, այդ վախի մասին սովորեցրել են վախենալ մեր ժողովրդին, վախենալ չեղած բաներից։ Եվ հիմա խոստումը, որ չի լինելու պատերազմ, տեսեք, բանակը կրճատել են քո երեխան նույնիսկ խաղաղ պայմաններում 2 տարվա փոխարեն տարի ու կես է ծառայելու։ Շատերին բայց դա դուր է գալիս։ Գիտեք, պատերազմ անցած, դա երևի հոգեբանները դրա պատասխանը կտան, պատերազմ անցած ժողովուրդ է մոր բնած դա պիտի թողնենք մասնագետների արդեն ներկայացմանը, որովհետև դա էլի քարոզչության արդյունք է, դա էլ է տեխնոլոգիա, որը կիրառվել է մարդկանց վրա։ Հիմա դա սովորական քաղաքացու աչքերով եմ նայում ու այո, այս ամենը տանում է նրան, որ ժողովուրդը ինքը եւս սկսում է դիրքավորվել, պատրաստվել գալիք ընտրություններին։ Հիմա որպես քաղաքական անձ, հա, ինձ համար չկա դիտարկում 2026-ի ընտրությունների։ Ինձ համար կա դիտարկում օր առաջ, րոպե առաջ ազատվել այս իշխանություններից։ Եվ գիտեք, ինձ համար չկա այդ ընկալումը, որ լավ թուլացի նստիր, սպասիր ընտրություններին կամ մասնակցիր այդ ընտրություններին, որտեղ ընդամենը մի քանի ամիս է մնացել։ Ոչ, չկա, չի լինում այդպես։ Շատերն ասում են, որ ես էլ եմ այդպես մտածում նաև, որ տեսեք, եթե Արցախի հանձնումը, Արցախի հայաթափումը չբերեց նրան, որ համազգային հզոր ալիքը քշի ու տանի այս իշխանություններին, ապա էլ ինչ պիտի լինի, որ քշի ու տանի։ Ես շատ լավ գիտեմ ինչ պիտի լինի։ Միշտ համազգային այդ
ալիքին, որը հենց բազմիցս եղել է եւ 2020-ի նոյեմբերի գիշերը լույս 2010-ը եւ օրեր շարունակ այդպես եւ եղել է 2023 թվականի սեպտեմբերին եւ եղել է 2024 թվականի մայիսին, եղել է, չի եղել քաղաքական օրակարգը, չի եղել դրա քաղաքական ձևակերպումը, չի եղել դրա քաղաքական ընթացքը, ինչը եւ հենց սխալն է եղել, որովհետեւ այդ պարագայում արդեն որևէ չգիտեմ նշույլ էս իշխանությունից կամ իշխանության հետևանքներից չէր լինելու արդեն իսկ հետևաբար միևնույն է երբեք ուշ չէ եւ հիմա էլ կա հնարավորություն այո քաղաքական օրակարգով ազատվել այս իշխանություններից իհարկե ոչ դատարկ քաղաքական միայն օրակարգով այլ նաեւ ժողովրդի համաձայնությամբ, որտեղ մի ժողովուրդը ցույց է տվել իր պատրաստակամությունը խելամիտ, adekvat քաղաքական ընթացքներին հետևելու 2021-ին ամիսներով, փողոցներով քայլելով, տասնյակ հազարներով, երբեմն նաև 100,000-ներով լցնելով փողոցներն ու հրապարակները, այսինքն պետք է քաղաքական օրակարգ եւ ժողովուրդ կամ ժողովուրդ ու քաղաքական օրակարգ ինձ համար չկա դիտարկում 2026-ի, որովհետև այս սցենարը, որ հիմա եմ տեսնում, որովհետև նայեք այսօր օրինակ մի ԿՊ-ական պատգամավոր, որի անունն էլ չգիտեմ, շփոթված լրագրողների հարցերին պատասխան ասում է եւ արդեն բոլորն են ասում, որ այլ պահանջներ է քաշել, չէ, Բաքուն առաջ քաշել Հայաստանի առաջ։ Այսինքն Ժորժ ջան, սպասեք, հեսա ոչինչ նախաստորագրումը կա, մեկը էտել ենք։ Այսինքն ինչ պիտի անի Հայաստանի իշխանությունը։ Ուրեմն պիտի այդ պահանջն էլ չէ կատարի։ Այնտեղ արդեն Արցախի մասին է խոսք գնում։ Եվ այդ պահանջից հետո գալու է հաջորդ պահանջ։ Եվ ի վերջո Ադրբեջանը չունի այդ նպատակը ստորագրելու որևէ փաստաթուղթ։ Մի հատ դուք ինձ եթե բացատրեք տրամաբանությունը հաղթած, ընդ որում երկրի հաղթած ղեկավարը երկրի պարտված ղեկավարին, որտեղ այստեղ երկիրը չի պարտվել, այստեղ պարտվել է ղեկավարը անձամբ։ Ինչ խնդիր ունի ինչ որ բան ստորագրելու։ Երբ որ հաղթողը պարտվողին ասում է, պարտվողը անում է։ Հատկապես երբ ամենահասարակ վերջ պիտի խաղա։ Այո, բարձ ամենահասարակ տրամաբանությամբ է այստեղ, հա։ Եվ հետեւաբար ստացվում է, որ այո, էլի դատարկ ծրարներ բաժանվում են ժողովրդին։ Բայց Տիկին Հակոբյան, նայեք, ախր Ադրբեջանը կոնկրետ, հա, իր առաջի գլխի Ալիևի բառերով ասեմ, որ կոնկրետ մարդը ասում է, այլևս ես տանկերով չեմ մտնելու Երևան։ Հիմա Արցախը դրել ենք մի կողմ, Արցախը չկա, շատերի երազանքը միգուցե կատարվեց, պրծանք չկա, վերջ։ Հիմա Հայաստանն է մնացել, այն էլ պիտի վայոց ծոր, այնտեղ տավուշ, դեռ սահմանազատում սահմանագծում, Սևանը մերը չի քարտեզով չկա, Սևանի հարցն են լուծում։ Հիմա Երևանը այս մարդը ասում, ես հանգիստ մեքենան քշելով կգամ, կմտնեմ Երևան։ Պարզ ասում է, չէ՞ մարդը։ Մենք մտավախություն չունենք։ Այ մարդը, այդ մարդը էլ ոնց ասի, ինչ որ ասել է, այդ մարդը կատարել է իր բոլոր օգոստոսի 8-ին Վաշինգտոնից ցնծությամբ եկան օրվա իշխանությունները։ Էլի հաղթել ենք, հա, այդ նույն հեշթեգով եկան։ Ու անմիջապես հաջորդ օրը արևմտյան Ադրբեջանի, հա, իրենց ձևակերպմամբ ղեկավարը հայտարարություն տարածեց, որ դա որևէ օրակարգ չի փոխում, այսինքն Վաշինգտոնյան պայմանավորվածությունները օրակարգ չեն փոխում իրենց նպատակների հետ, եւ դա որևէ կապ չունի արևմտյան Ադրբեջան եզրույթի հետ, որովհետեւ ինչպես խոստացել է իրենց նախագահը, իրենք չեն գալու արևմտյան Ադրբեջան տանկերով, իրենք գալու են մեքենաներով։ Վերջերս հրապարակվեց տվյալներ Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստան մուտք գործած աննախադեպ քանակի մասին ադրբեջանցիների եւ թուրքերի։ Այսինքն, իսկ ինչ ենք մենք մտածում, որ դա ապագայում պիտի լինի։ Իսկ ինչու հիմա չենք տեսնում, որ կա դա արդեն, որ դա արդեն կա, իրենք գալիս են։ Չակերտավոր էկոակտիվիստը
որը շատ փակագծեր բացեց իր Հայաստան գալով։ Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ընդունելության է արժանանում։ Ինչ եք դուք մտածում, որ դա վաղն է լինելու, մյուս օրն է լինելու, դա արդեն տեղի է ունեցել, դա Նիկոլի խաղաղությունն է։ Ինչու եմ ասում Նիկոլի խաղաղությունը, որովհետև եկեք իր խոսույթի մեջ ընդհանրապես ստորակետի միմիկայի տարբերությամբ մի ամբողջ տրամաբանություն է փոխվում։ Քանի կար ասվում էր, որ Արցախը իրենց կոկորտինն է, դե զզվացրեց 30 տարի զոհվում են մեր երեխեքը, չգիտեմ 30 տարի Հայաստանում աղքատ են մարդիկ, որովհետև Արցախ կա, որը իրենց կոկորտին է մնացել։ Եվ հենց Արցախի պատճառով է, որ մենք անընդհատ պատերազմում ենք։ Պետք է ազատվել Արցախից։ Նիկոլի ընդհանուր առմամբ ողջ ասացի կարճ ձևակերպումը այսպիսին է։ Ինչ արեց Նիկոլը, ազատվեց, չէ, Արցախից։ Ազատվեց ինչու։ Հիշեք էլի, խաղաղություն է հաստատվելու տարածաշրջանում, Արցախում ազատվելուց հետո, ըստ Նիկոլի, եւ ազատվեց Արցախից։ Հիմա հարց։ Բա ինչ խնդիր եղավ, որ հենց 2023-ի սեպտեմբերի 19-ին Հայաստանում չհաստատվեց խաղաղություն։ Չէ որ Նիկոլը ազատվեց Արցախից, բա ինչի չի հաստատվել խաղաղություն։ Ինչ խնդիր ունի։ Լիճը ջերմուկի դիրքերը պատերազմեցինք, տվեցինք։ Դա էլ եղավ, վերջացրեցինք։ Դա էլ մինչև 2023-ը եղավ։ Հիմա ինչ խնդիր ունի Նիկոլը լուծելու։ Չէ որ խաղաղությունը կայացել է ըստ իր ասացի, բա հիմա ինչն է խնդիրը, որ դեռ շարունակվում է այդ գործընթացը, որ հաստատվի խաղաղություն։ Հասկանալի է ինչն է սովածացել, Անդրանիկ Քոչարյանն ասում էր կգնան ջերմուկից, երբ որ արդեն հոգնեն, էլ ուտելու բան չունենան, բայց բարձում արդեն քանի տարի է այդ մարդիկ ադրբեջանցիք այդպես բնակռել մնացել են ջերմուկի դիրքերում, 30 տարի իրենց փախստականներին, ճակերտավոր փախստականներին, կեղծ ոչ իրական հատուկ այսպես վրանային քաղաք էին ստեղծել, որտեղ առոք-փառոք պահում էին եւ ինչպես աղբյուրներն են ասում, նշում, այնտեղ մարդիկ ունեին օրինակ մեքենա, որ մի ամբողջ 3 հարկանի տան արժեք հարժեր, բայց հատուկ դա քաղաքականություն էր, ապրում էին այնտեղ, որպեսզի աշխարհին ցույց տային, այսինքն այդ համառությունը, այդ նպատակները, որ իր արժև ձևակերպած ուներ եւ համբերատար Ադրբեջանը սպասում էր, մինչեւ կունենային նման իշխանություններ Հայաստանում, որ իրենց այո երազանք կատարեին։ Ի տարբերություն Հայաստանի ներկայիս իշխանությունների, որոնց միակ նպատակը եկեք ֆիքսենք իշխանություն պահելն է։ Եվ այն ինչ որ տեղի է ունեցել Արցախի հետ, տեղի է ունենում Հայաստանի հետ, դա չունի այլ նպատակ, քան այս իշխանության լինելը, շարունակվելը, անընդհատ վերարտադրվելը։ Միակ նպատակը դա է։ Եվ այն ինչ որ հիմա տեղի է ունենում, արվում է հենց դրա համար։ Եվ այսօր ԿՊ-ականների շփոթված երբեմն պահվածքը, որից դու կարող ես շատ եզրակացություններ անել, այնտեղ էլ կան, չէ, ի վերջո փաստորեն մարդիկ, ովքեր հասկանում են իրենց հանցանքի մեծությունը եւ ի վերջո իրենք գիտակցում են հիմա ինչի մեջ են եւ ինչպիսին է լինելու է ամենի ավարտը, որտեվ մի օր լինելու է, չէ, ամենի ավարտը։ Իրենք գիտեք ինչից են վախենում, երբ որ 26 թվականին չեն լինելու ցուցակում եւ իրանք լինելու են առ ոչինչ Եվ մենք դեռ 26-ից հետո կարծում եմ տեսնելու ենք եւ դա Աստված որ տեսնենք այն մարդիկ ովքեր որ այսօր Նիկոլին թիկունք են եւ ինչ ասում այս մարդը նրանք փորձում են քարկապի նման այդպես լղոզվելու մնալ որ այո մեր վարչապետն ասում մեր վարչապետ մեր գերան Ցուցմունք են տալու այդ մարդիկ Նիկոլի դեմ։ Մենք դա տեսնելու ենք, մենք տեսնելու ենք դատարանների առաջ ինչ հերթեր են գոյանալու, մենք այդ ամենը տեսնելու ենք, բայց հիմա իրենք նաև ներսում ունեն այդ գզվրտոցը, նաև ուզում են հասկանան իրենք լինելու են 26-ի ցուցակներում, չեն լինելու, իրանք որ դիրքերում են լինելու, այս կողմ, այն կողմ, եւ իրանք փորձելու են։ Դրա համար երբեմն հիմա որ հակառակ կողմը ընդդիմության միշտ ասում է, որ անվստահություն հայտնելը Նիկոլին անհեթեթությունն է, ես երբեք դա չեմ ասում, որովհետև բնավ անհեթեթություն չի, որովհետև եթե դուք այդ մարդկանց հետ կարողանայիք աշխատել, գոնե այս ամառ
հաշվենք, հա, ամիսները քանի ամիս դուք ունեիք ժամանակ։ Եթե դուք աշխատեք, լավ էլ կկարողանայիք այն ստորագրությունները ձեռք բերել, որը քանակով ապահովել էր Նիկոլի անվստահության հարցը։ Եվ գիտեք, ի վերջո դա նախ քաղաքական օրակարգ է, որին պետք է գնալ։ Այո։ Եվ գիտեք, ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք գործիքակազմերից, այս իշխանության դեմ պայքարելու, դա սահմանադրական, շատ գեղեցիկ, իրավական, առանց որևէ օրենքի խախտման գործընթաց է, այո, որին պետք է գնալ։ Դա եւս մի գործիք է, որը այո, պետք է օգտագործել, ինչպես բազմաթիվ գործիքներ ընդդիմությունը օգտագործել է, եւ եկեք միանշանակ չասենք, որ չի հաջողել։ Իհարկե հաջողել է ցանկացած դա դիմադրության շարժում, ՀՓՇ ցանկացած, հա, շարժում, փողոց անհնազանդություն, որևէ ակցիա, սրբազան պայքար, իրենց հետևանքները միանշանակ թողել են։ Մեծ, փոքր, կարևոր չթողել են։ Իսկ սա այն երևի թե վերջի կրակոցն է, որը պիտի միանշանակ արվի։ Եվ գիտեք, դուք ասում եք աշխատել հետները, ես ընդունում եմ, որ այնտեղ 70-ից ավել, եթե չեմ սխալվում, ԿՊ-ական միանշանակ իրենց մեջ կան մարդիկ, որոնք հաստատ չեն կրում, այն արժեքների կրողները չեն, ինչ որ այս իշխանությունները ունեն։ Բայց այդ մարդիկ վստահ եմ, թելից էլի կախված են, որովհետև հասկանալով ով է իշխանության ղեկավարը, հասկանում ենք, որ այսօր այս մարդը բոլորի վրա կոմպրոմատ ամենակիչը ունի։ Եթե ոչ այլ հարցեր, որոնց մասին միգուցե մենք ուղղակի տեղյակ չենք, բայց ինքը ունի լծակներ, որով լռեցնում է, որով ճնշում է, որով պահում է, բայց դրան զուգահեռ, երբ որ կա քաղաքական օրակարգ, օրինակ, հա, անվստահություն հայտնելը, դրան պետք է լինի նաև աշխատանք, ոչ թե այնտեղ ներսում խորթանի, այլ արդեն ժողովրդի հետ։ Եվ պիտի ժողովուրդը թեւթիկունք լինի այդ քաղաքական օրակարգին։ Ես այստեղ առավել քան վստահ եմ, եթե լինում է միավորում, հա, քաղաքական օրակարգ, տվյալ դեպքում անվստահություն գումարած ժողովուրդ, միանշանակ հաջողությունը կա։ Իսկ այս պարագայում, քանի որ հիմա մի քիչ այլ իրավիճակում եմ ես պատգամավոր, բայց Արցախում, խորհրդարանում, խորհրդանի շենքում վստահությունը եւ իմ գործունեությունը մի քիչ այլ էր, բնականաբար եթե հասնեինք նման օրակարգի, ինչ պիտի անեինք, ես միշտ մտածում եմ, ինչ պիտի անեի։ Ես որպես քաղաքական ուժի միավոր կամ գործընթացի միավոր պիտի պատտվեի ու ասեի ժողովուրդ, սա միակ տարբերակն է, եկեք օգնեք, միասին անենք։ Դուք էլ ձեր օրակարգը բերեք, դուք էլ ձեր ցանկությունները բերեք, եկեք անենք միասին։ Մենք մեր քաղաքական հատվածով, դուք ժողովրդական հատվածով։ Ու վերջ։ Ուրիշ տարբերակ ես այս պարագայում չեմ տեսնում, իսկ գնալ ընտրությունների, ես չգիտեմ, եթե կան իրոք օրակարգեր, որոնց մենք դեռ տեղեկացված չենք, նախընտրական հետագայում փուլի կամ ընտրությունների գնալու մասին է խոսքս, ապա ցավով եմ նշում, կարծես թե պայքարը երկրորդ տեղի համար է, ինչը որևէ կերպ մենք չպիտի ընդունենք ու ընկալենք, որովհետև ինձ մոտ անընդհատ այս ամենը հեքիաթի է նմանեցնում, որ երբ որ 7 գլխանի վիշապի այն ամենակարևոր գլուխը դու չես կտրում, ուրեմն դու անզոր ես մնացածը անելու։ Հիմա եթե դու քաղաքական օրակարգով եւ ժողովրդի համաձայնությամբ չես հեռացնում այս իշխանությանը, ապա անպայման իրենք կարողանալու են իրականացնել իրենց այն մնացած բոլոր նպատակները, ինչը որ ունեն։ Եվ չմոռանանք, հա, որ ինչքան են, հա, այս մարդիկ կրկնել, որ սա մեծ ձեռնտու ընդդիմություն է, հատկապես ազգային ժողովի ընդդիմությանն են անընդհատ ձեռք առել, եւ նաեւ Նիկոլը հայտարարեց, կարում եք հեղափոխություն արեք։ Այսինքն ստացվում է, որ այդ ձեռնոցը անընդհատ գցում է ընդդիմադիր դաշտ եւ դա էլ նպատակահարմար է իրեն բնականաբար։ Հուսանք եւ սպասենք, հուսանք այս մի քանի ամիսները ավելի հիմա այլ չեմ ուզում ասեմ սթափվելու ենք, փորձել ենք ինչ-որ մեր օրակարգերը թելադրենք Նիկոլին, բայց դեռ Նիկոլի օրակարգով ենք շարժվում, ցավոք սրտի։ Ես կարծում եմ, որ ոչ մենք պիտի Նիկոլին օրակարգ թելադրենք, ոչ
տրվենք Նիկոլի օրակարգերին, այլ մենք մեր օրակարգը պիտի լինի, այսինքն նպատակը որն է մեր այս պայքարի կռիվ ու դավի նպատակը որն է ունենալ միանշանակ ինչ իրենք վախենում են ու տանել չեն կարողանում ուժեղ Հայաստան եւ վերադարձի հնարավորություն Արցախ սա գերնպատակ է որը մենք ունենք Այդ առանց Նիկոլա մնացածը այդ է ուզում ասել մնացածը խոչընդոտներ են այդ ճանապարհին Նիկոլա ամենամեծ խոչընդոտն է իր այդ խմբակով խոչընդոտը ինչ են անում երբ որ դու ունես մեծ նպատակ ինչ ես անում հեռացնում ես խոչընդոտը դու պիտի կարողանաս ասիկ եթե քո համար իրոք այդ նպատակը ամենակարևորն է ու միակն է ու գեր նպատակը հենց դա է դու պիտի այդ ճանապարհի խոչընդոտները հեռացնելու այդ ուժը հավաքես նույնիսկ եթե դա չգիտեմ հսկա ժայռ է պիտի կարողանաս հեռացնել դա եւ այստեղ շատ կարեւոր է որ չտրվել այո հենց իր օրակարգին որովհետեւ գիտեք ես վերջերս սկսել եմ չհետևել իրեն սկսել եմ չմեկնաբանել իրեն հիմնականում հա կարող եմ երբեմն լսել հա լրատվականներից դրանից զուտ հետևություններ անել իմ օրակարգի վերաբերյալ բայց պետք է ունենալ սեփական օրակարգ իմ սեփական օրակարգում եւ ինպես մտածող մարդկանց ովքեր որ միասին նաեւ գործում ենք դա իրոք սա պաթոս չի սա հեքիաթ չի ունենալ ուժեղ Հայաստան եւ ունենալ հնարավորություն վերադառնալ Արցախ մնացածը արդեն այդ ճանապարհին հանդիպող խնդիրներն են, որոնք դու պիտի ուղակի լուծես, չլինելով սրանց օրակարգում, չքննարկելով օրինակ այդ ալյուրը լավ ալյուր է, վատ ալյուր է, բարձրակարգ է, թե ցածրակարգ է այդ ալյուրը, ոչ։ Նիկոլի կտերը չտել։ Այո, ամենապարզ ձևով առօրյա խոսակցականով ասած, այո, հենց այդպես։ Որտեղ ընդդրից եկած կուտը հենց այդ ժողովրդի կոկորտին է կանգնում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ